Ողջույն սիրելի Arm Games նախագծի սիրահարներ, այսօր ֆանտաստիկ մի ուրիշ աշխարհի հաղորդում է, որովհետև մենք սկսում ենք տատի պապիների Arm Games-ը։ Սա նոր մակարդակ է, սա ամբողջովին նոր մակարդակ է մեր թիմի համար, ես վստահ եմ, որ հանրությունները շատ կսիրի տվյալ ձևաչափով նախագիծը, տվյալ տարիքային սեգմենտով ձևաչափը, տվյալ տարիքային սեգմենտով խաղը, վստահ եմ, որ դուք ոչնչով չեք զիջելու պատայներին ու երիտասարդներին։ Այսօր բոլորս դրանում կհամոզվենք, որ արդեն կուլիսներում խայտարակ ուժեղ էներգիա են, այնպես որ գժական օր է մեզ սպասվում, բայց ինչպես ավանդույթն է, ես մենակ չեմ լինելու որպես հաղորդավար, այսօրվա այս ֆենոմենալ հաղորդման ինձ հետ հաղորդավար է լինելու Ռաֆո Համբարձումյանը, նույն ինքը Հայդալեկը։ Եկա, սենց են չէ օգտագործում։ Ինձ միշտ թվացել է, որ Ռաֆոյի մեջ մի հատ տատիկ ապրում, մի հատ է պապիկ։ Հիմա այսօր մենք համ կվայելենք տատիկին, համ պապիկին, տատիկների և պապիկների հետ միասին։ Այո, այսօր եթե շտապօգնություն կանչեք, ցավոք նրանք բոլորը հերթապահում են այստեղ, так что փորձեք չկանչել։ Սիրելիներս պատրաստ եք։ Այո։ Տաշնելու ենք։ Դե ինչ Arm Games տատիկ պապիկների համար խաղը համարում եմ բացված։ Բարև ձեզ, ես Սուսաննա Հակոբյանյանն եմ, աշխատում եմ գործարանում խոհարար, 66 տարեկան եմ։ Ալիտա Ալչանգյան, ես 68 տարեկան եմ։ Ես 22 տարեկան եմ։ Եկել եմ խաղամ, ուրախանամ, մանկությունս վերահիշեմ։ Խաղին մասնակցում եմ շատ մեծ հաճույքով, առաջին հերթին ստրեսից դուրս գալու համար։ Ես եկել եմ աղթելու համար։ Ես Շիրադի մարզից եմ, Մարալի քաղաքից եմ։ Ողջույն։ Ես Անահիտ Կարապետի-Մինասյանից մասնակցում եմ Arm Games հայկական մրցույթին հաճույքի համար։ Մեծ հաճույքով սպասում ենք, լավ խաղ կատարենք, զվարճանանք, հաճույք ստանանք, ինչու ոչ, միլիոն շահենք։ 73 տարեկան եմ և վերջի անգամ մարզադաշտում եղել եմ ընդամենը 4 տարի առաջ։ Եկել եմ զվարճանամ ու շատ ուրախ եմ, որ ստեղ եմ։ Հակոբյան Կարին է, ունեմ 2 աղջիկ, 4 թոռնիկ, եկել եմ միայն հաղթելու համար։ Կարոտել եմ մարզադաշտին, վերադարձել եմ մարզադաշտ։ Ես Լարիսա Եպիսկոպոսյանն եմ։ Եկել եմ խաղալու, խաղին մասնակցելու, արդեն ուրիշի կանոններով։ Կարևորը մասնակցեմ եւ եթե կստացվի հաղթեմ։ Հարությունյան Սաթիկ Երևանից ուզում եմ մասնակցել խաղին հետաքրքիր ժամ անցկացնելու համար։ Ես ապրում եմ Հունաստանում, Աթեն քաղաքում։ Կասպարյան Համայակ, 88 տարեկան։ Եկել եմ այս խաղին մասնակցելու համար, շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ստեղծեց մասնակցեմ այս խաղին։ Այս տարեկի եկել եմ, որ թոռներս տեսնեն ինչքան երջանիկ մարդ է պապը։ Պապին մեր նախագծի ամենատարեց մասնակիցն է։ Պապի քանի տարեկան է։ 88 տարեկան։ 8։ Մենք շնորհակալ ենք բոլոր մեր մասնակից տատիկ պապիկներին եւ նաեւ շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր այսօր մեզ հետ են լինելու եւ ասեմ, որ այսպես թե այնպես դուք դատարկաձեռն այսօր չեք գնալու տուն, որովհետև Royal Armenia ընկերությունը պատրաստել է այս սուրճի փաթեթը հատուկ մեր տատիկների եւ պապիկների համար, որպեսզի այսպես թե այնպես դուք գնաք բարձր տրամադրությամբ ու ջերմությամբ, սիրելիներս։ Так что այսօր գնում եք լավ սուրճ խմելու, ինձ էլ կկանչեք։ Սպասում եմ։ Այո, սիրելիներս, իսկ մենք սկսում ենք Arm Games տատիկ պապիկների առաջին փուլը։ Վայ, դանդաղ է լինելու, լավ է լինելու։ Գնացինք։ Պապի, ես գիտեմ, որ դու ամենատարեց մասնակիցն ես, 88 տարեկան ես։ Այս խաղը վազելու մասին է ու վազել պետք է։ Դու կարաս։ Վազել չէ, բայց քայլել կարող եմ։ Ռաֆ ջան։ Այո։ Ոնց է Ժիգար։ Մի փոքր լարված եմ արդեն, որովհետև ունեմ ֆավորիտներ։ Դեռ խաղը չսկսված։ Այո, 2 հոգի Գյումրու բարբարովա խոսած է, ինձ սենց առել են արդեն։ Գյումրեցիներ ունենք այստեղ։ Մեկ, երկրորդը բա։ Երկրորդ Գյումրեցին։ Էլ պրիզնատ Շիրակի մարզ, հասկացա։ Գյումրեցիներ ջան։ Շատ լավ։ Մարալիի հասարակություն ես ես։ Մինչև մեր Գյումրեցի տատին շփվում է մեր օպերատորը, ասեմ, որ մենք սկսում ենք առաջին խաղը։
Քանի որ մեր խաղերում նաև լինելու են որոշակիորեն ֆիզիկական, գործողություններ, մենք ունենք ֆանտաստիկ գործընկեր, խոսքը գնում է Armenian Insurance-ի մասին, ով ապահովագրել է բոլոր իցերներս։ Մենք բոլորս ենք ապահովագրված։ Մենք ենք ապահովագրված։ Այո, մենք էլ ենք ապահովագրված, ավելին ասեմ, ամբողջ Armenia ոստիկանության գնացող Arm Games-ը նախագծի ժամանակ են, որ ապահովագրություններ է եղել։ Նորից Armenia Insurance-ն է իրականացրել։ Ապրեք ջիգարներ։ Armenia Insurance, միասին ապահովենք։ Այո։ Բացատրենք առաջին խաղը։ Առաջին խաղը մեր ավանդական հեյ խմբեր խաղն է, որտեղ մասնակիցները պետք է միավորվեն այն թվի շուրջ, որը բարձրաձայնվելու է։ Ովքեր չհասցնեն ճիշտ ժամանակին ճիշտ թվականակով կանգնել զոնաներում, անցնում են սպասման ռեժիմ։ Պատրաստ։ 1 2 գնացինք։ Ոպ ջան։ Ով է երկու, մեկը տեսել է, երկում է։ Ուրա մեր 88 տարեկան պապիկն է, 88 տարեկան պապիկն։ 7 հոգով հիմա պետք է հավաքվեք։ Հիմա տնալ։ Եկեք ստեղ, եկեք, արի։ Всё, ունենք։ Կոլեկտիվի ղեկավարն է։ Ֆանտաստիկ աշխատանք, ճիշտ է, շարունակում ենք, բոլորը նախագծում են, հետ են գնում, Ապրեք, գնացինք նորից։ Ինչ հա տվում, որ տատինեն ու պապիկնես էս մի տեսակ դանում են, ես ինչ ենք անում, Թողեք տուն գնանք։ Շարունակում ենք։ Չեմ անում, իրականում չեմ հասկանում ինչ ենք մենք որոշել անենք, բայց ես դու ֆանտաստիկ արդյունք ենք ստանալու։ Իրականում արդեն կոլեկտիվի լիդերներ կան, ստեղ կոլեկտիվ է։ Երեք։ Հենա, Չէ, Պապի, արի, պապի շուտ արա։ Վերջին պապին։ Մտեք ներս, վերջ, բոլորդ նորից ճիշտ եք կանգնել եկեք։ լավ արամ հերիքա բարի լինես, արի բարթացնենք, մի երկոքի գոնե հանենք։ Ես վերջից Մարիամի հետ էի սովոր, ինքը հակառակն են ասում, չանենք։ Վերացրա։ Գնացինք, շարունակում ենք։ Մասնակիցների քանակը կենտ է, ես ասել եմ նեստի, որ այսպես տենապես ինչ-որ մարդ է դուրս գա։ Ստոպ! 5 Եկեք 5 Եկեք Կանանց միացեք Հորա տեսնենք, որ պապին է ավելի արագ, պապին վազում է պապին վազում է, Ստոպ, պապիկը այս պահին գնում է սպասման ռեժիմ, դուք այս պահին ոչ թե խաղը լքում եք, այլ գնում եք սպասման ռեժիմ, որովհետև մեր 88 տարեկան պապիկը, որ Ռաֆո ջան, փաստորեն վազ է։ Խափեցիք էլի մեզ, Դուք գնում եք սպասման ռեժիմ, եկեք, գնում եք այնտեղ։ Այնտեղ գնացեք սպասման ռեժիմ, ձեր ճնշումը կչափեն, դուք այնտեղ զբաղվեք, մինչև մենք տեսնենք ինչ ենք անում։ Շարունակում ենք, հետ եկեք։ Արդեն դաժան ա մի քիչ, ուշադիր ենք լինում։ Արդեն ունենք մեկին, ում հանեցինք։ Ֆիդային պապին։ Այո, բայց 88 տարեկան ու այդպես վազեց։ Դες չեմ ամենս թիվեմ ասում էլի կենտ է, հիմա էլի երկու հոգի է դուրս գալու։ Շատ լավ է, ես կողմ։ Կենտ չի կները զույգ թիվ եմ ասում, բայց բաժանումով չեն ստանում։ 6 Պոստը կոլեկտիվ է ձևավորվել։ Դուք արդեն աշկից լատարե եք խաղում։ Այո։ Հապիտան ուզում են դուրս գաս։ Խի, Բա հետ է տայն չի դուրս գաս։ խի դուրս գա։ Բա ես էլ եմ հետ ասում։ Խի դուրս գա։ Ո՞վ ուզում է դուրս գա։ Ասում ով ուզում է դու դուրս գա, ես դուրս չեմ գալի։ Ես դուրս չեմ գա։ Հեսա դուք նայեք ոնց եք իրար դավաճանում, դուք էլ չգիտե։ Մանավան դուք, ես տենում են, դուք ներքից խփող տեսակ եք։ Պապի պիտի դուրս գա։
Ինչի պապիկ։ Խի։ Դու դուրս արի։ Դու դուրս արի։ Հիմա որ Իցանից ուշ դուրս եկավ, ներս եկավ։ Ով շուտ ամտել, ոնց շուտ դուրս գա։ Դու ես ուշը մտել, դու պիտի դուրս գաս։ Պապի ջան, մի նեղացի, ցավը տանեմ։ Երկու հոգի են ավել, պապին չի ավել, ժողովուրդ։ Դուրս եկել, մեկ էլ ինքը դուրս գա։ դուք դուրս եք եկել, հա։ Համլետը շատ համեստորեն այս պահին դուրս է եկել։ Ռաջան, Համլետին խնդրեմ ճանապարհես այս պահին։ Ոչինչ, ոչինչ։ Մեզ սպասման ռեժիմ դեռ կա, так что հնարավոր է հաղթեք։ Հա։ Так, всё։ Միացեք ձեր ընկերոջը։ Ողորը։ Նայեք, դուք որոշեք։ Որոշեցի։ Պապին դուս ագալ։ Ովքեր համաձայն պապիկը դուս գա։ Որ կինը կուրե պետք տղամարդը դուրս գա։ Բանի չեք մասնակ։ Դե դու են տղամարդը դուրս։ Չէ, ինքը իմ հետ է եկել։ Ես դուրս չեմ գալիս։ Բա այդ արագությունն է։ Ժորժա, նայեք, եթե պապիկը հիմա դուրս չի գալիս, բոլորով դուրս է գնում սպասման ռեժիմ։ Պապի, շահումնս Սաղինը կհանեմ։ Ասում եմ, ինչ շահումս քեզ կտա, մենակ։ ասում եմ, շահումս քեզ կտա, մենակ այս պահին դուրս արի։ Ինչ կլինի։ Խնդրում եմ էլի։ Հանգստանալու ես։ Մեզ մի վառի, հանգստանի հոգի։ Հիմի որ դուրս չկամ, բոլորով եք դուրս գալի։ Ինչ եք որոշում։ Պրիզը քեզ դու հիմա հանգստացի հետո եկես գա։ Պապիկը կյանք ապրած պապիկա, Ռավ ջան։ Քեզ հետ բերեք։ Ես միշտ հաղթող եմ եղել։ Կբերեք, պապի ջան։ Այդեն բան չկա։ Պապի, Կյանքում ստեղ բան չի եղել։ քարտ պետք է հանվի, մենք քեզ հետ կբերենք։ Ասում եմ, քեզ հետ կբերեմ, պապի։ Չգիտեմ, ես չեմ ասում, իրանք են ասում։ Հետ եք բերելու։ Այո, խոսք ենք տալիս։ Խոսք ենք տալիս։ Հա, եթե խոսք են տալի հետ բերեն։ Վերջացավ։ Համայակ պապին Ռաֆոյի ուղեկցությամբ եսա գնում է արագ վազքով եք գնալու, թե քայլելով։ Քայլելով։ Մենակ մի քիչ կամած, որ ես հասցնեմ ձեր հետևից։ Իսկ մենք շարունակում ենք սերները։ Ճիշտ է, խոստացան, որ հետ կբերեն, բայց հավատում եք, որ հետ կբերեն։ Վերջին փուլ։ Առաջին խաղի վերջին։ Առաջ խաղը վերջ։ Դու շատ ես ոգևորվել 24, հələ դու Դաս, եկեք, քանի օքի եղաք, դավաճանեցին, գնացեք, հավքեք։ Ես իրականում կատակ եմ արել։ Կատակ եմ արել։ Քանի օք։ Դինը 10։ Ես զուտ կատակ։ Քանի օքի եք այստեղ։ Ես դե կանացի, բա ասիկ եկեք ստեղ։ Դե այնտեղ ավելի շուստրի էին։ Լավ։ Երևի ավելի շուստր էին, որտեղ կանված են դե։ Այնտեղից հանեցին վերից ստեղ։ Լավ, գիտես, ես զուտ կատակ եմ արել։ Զուտ կատակ եմ արել, դուք ասեցի։ Դե բապտի չեն է, ուտտի դուրս գայիք։ Բայց կատակ է արել, էլի չեմ ուզում դուրս գա։ Քելեք մարդը վատացավ մարդը։ Սիրտ ունեսի։ Քելե, Չեմ ուզում դուրս գա, գոնե մի քիչ էլ խաղամ նոր էլի։ Let's go։ լրիվսից գնաս հետների քեֆ անես մի հատ։ Քաղաքից դուրս գնաս, պամիդոր լվանան, այսինքն սալաթը սարքեն։ Ես էլ եմ խաղում հետներ։ Քանի օքի եղաք։ Երկու օքի գոնե դուրս պետք է գա։ Քանի օքի։ 4, 8։ Դուք բոլոր նախագծում եք։ Հաշվեք։ 8։ Դավաճանն է։ Այո։ Ո՞վ է դա։ Տեսան ստեղ երկու օքի պակաս է եկալ դե բաժի։ Տեսան մրցակցություն է ինչ խոս, բայց թե։ Մեկ չեք շատ մեծ չի։ Դերում եմ դուք սպասման ռեժիմում եք, իսկ դուք սիրելի կանայք եւ սիրելի պապիկ արդեն հաջորդ փուլում եք։ Դեր սպասման ռեժիմում եք, սիրելիներս։ Հանգիստ եղեք ընդ 88 տարեկան են կհաղթեք։
Arm Games-ում մթնոլորտը լարված է։ Շարքից դուրս եկել արդեն 4 ճշման ապարատ։ Հիմա Իսկ հիմա 5 ֆանտաստիկ պապիկներ եւ տատիկներ եկել են սպասման ռեժիմ, ասեմ որ դեռ ես բարի եմ։ Ավելի ինձ թվում է այսօր մի քիչ հրավն ավելի չարաճճին քան ես, ասեմ որ ընդամենը 1 հոգի ձեզնից լքելու նախագիծ է, բայց սա վերջին անգամ է որ այսքան քիչ մարդ է լքում, հաջորդիվ արդեն բավականին շատ են լքելու, զուտ մենք իրականում ձեզ շատ ենք ուզում վայելել մեր նախագծում։ Սպասման ռեժիմի խաղը, որը հնարավորություն կտա միանգամից 4 մասնակից փրկվի, անցնի հաջորդ փուլ, պատրաստել է մեզ համար Բայազեդ մսամթերքը։ ես արդեն հասկացա, որ մրցույթը մսամթերքի հետ կապ ունի, հա։ Բացատրեմ ինչը տեղի ունենալու։ Ես խնդրեմ դանակները վերցնեք։ 30 վայրկյանի ընթացքում որ մասնակիցը ամենակիչ մասերի կբաժանի այդ ֆիլեները, նա կլքի նախագիծը, ընդամենը 1 հոգի։ Այս պահին կարևորը չլինել վատագույնը։ Բայց շատ կարևոր է որ շերտային պետք է կտրվի, ոչ թե ոնց ուզեք, այլ շերտային, գեղեցիկ։ Համել արջևում ամանորա, հիմա փորձը կանեք ոնց եք սենց սիրուն անելու։ Թե ինչպես կանեք, օրինակ ամանորի սեղանից առաջ ձեր տանը։ Խոհարարական փորձ ունեք։ Ուշադրություն, պատրաստ, 1, 2, 3։ Սկսեցինք։ Հենց արդեն վատ է, չէ։ Մի քիչ բարակ, որ շատ լինի ավելի, որ ավելի շատ լինի։ Հենց Պապիները ասեմ որ չեն զիջում, այնտեղ մեր 88 այդ հավի միշտ չեք ջարդում, մի քիչ բարակ արեք։ Վերջ, ստոպ։ Ռավ դու մաթեմից լավ ես։ Համլետ պապիկինը 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 եւ 10։ Համլետ պապիկը 10 կտոր։ Լավ է, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 10, էս էլա կտոր, մեծ է կտրել, էսի մեծ է կտրել։ Ճիշտ է ասում։ Այդ շատ մեծ է։ 11 ուրեմն ձերը։ Արամ ուրեմն Իրանը 11։ Նա նորից հաշվել հրաճախ։ Եթե այն մեծ կտորնել ենք հաշվում, արդարությունը թող լինի, էլի։ Ես մի հատ ուտում եմ, տիկին Սուսաննայի։ 4, 5, 6, 7, 8, 9, չէ 10, էսի հաշվել է։ Ես գիտեի որ հաշվել։ Համլետ պապի։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 Այդ տղա դարոդին հաշվել։ Այս սրանք 10 է էլի։ Նորից 10, շահոստեր դրանում եմ Յուվելիրնի գործ է ստեղ արված։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12։ Տատիկին Օսանեն արդեն հաջորդ փուլում է, մենք շնորհավորում ենք ձեզ։ Այստեղ էլ վատ չի, բայց Հոլո բայց ինչ վարպետած գործի արել եք 4, 5, 6, 7, 8, 9, 10։ Տիկին Օսաննային խնդրենք մոտենա արդեն իր մասնակիցներին, մենք ունենք, քանի որ հավասարություն մեր 4 մասնակիցները հավասար են կտրտել Բայազեդ մսամթերքի ֆիլեն, ասեմ, որ այս պահին գալիս է Բայազեդ մսամթերքի բաստուրման, որտեղ դուք հավասար եք սիրելիներս, բերեք։ Ռավչան, Այո։ հաջորդը արդեն Բայազեդ մսամթերքի բաստուրմանը, բայց սա մի փոքր բարդ է, դրա համար կտանք 1 րոպե։ Նույնիսկ սկզբունքն է գործում։ Ուշադրություն, վերցրեք զանակները 1 2 գնաց։ Հենց ես ինտեղ եմ երկրպագում։ Լավ է։ Մի րոպե ունեք, կարևորը շատ լինի, Բայց ոչինչ։ Սուսաննան ոնց որ թե բաստուրմի գործով է զբաղվել երիտասարդ տարիներին։ Ինչ կասեք։ Մատ չկտրեք, խնդրում եմ։ Ճիշտ է, մենք ապահովագրված ենք, բայց ամեն դեպքում։ Ես պրոստը վիճնամ բարակի վրա գնացի, թե չէ ես էլի շատ շուտ Աչա, Տիկին Սուսաննան արդեն հաջորդ փուլում է։ Տիկին Սուսաննան գոնկա է կպնում։ Արդեն գիտենք ամանորին ում տուն ենք գնում հյուր։ Այո, մենք ձեզ սպասում ենք Եղվարդում։ Ոյ 10 վայրկյան։ Մի պապի կտրի պապի գործ չունես։ Ստեղեր խանգարից, բոլոր տեղերը։ Սպասի։ Ստոպ։ Հաշվի,
Տիկի Սուսաննային ճանապարհ ենք արդեն եզրավ։ Տիկի Սուսաննան ամբողջ բաստուրման կտրեց, արդեն բրդուճներ է պատրաստում։ Ասեք թող հաց բերեն ինձ, ասեք դրսից թող հաց բերեն, ես հիմա բրդուճ կուտեմ կամ լավաշ գոնեմ։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 հատ Համլետ պապիկը։ Երեխեք գիտեք, չէ՞։ հենց այստեղ 1 2 3 4 5 6 7 8 9 Մատկանի նորմալ հաշվես։ 10 նորմալ եմ միջղանացի վրա նորմալ է 10 կտոր 1 2 3 4 5 6 7 8 9 10 Այսել 10։ Որը այս հաշվեմ արամ Հա դե առաջին հետ է կտրեբա, առաջին հետ է կտրեմ արդը։ Բայց ընդեղ եկա կիսատներ մի հատ հաշվի։ նորից այս մի հատ էլ կտրեցիք հա Համլետ պապիկը բավականին լավ կտրեց, շնորհավորում ենք, դուք անցել եք հաջորդ փուլ, միացեք մասնակիցներին։ Ուրեմն այստեղ երկու Մասնակից լքեցին։ այդքան տխուր մի գնա Ուրեմն այս պահին երկու մասնակիցներ ձեր անունը Բաղդասար պապիկը, որը 1942 թվականին է ծնվել, դա շատ վաղուց էր, հիմա պետք է հաշվել։ Ստացվում է 73 տարեկան եք։ 83 80 Ուրեմն ուշադրություն։ Այս պահին մնացել են երկու պապիկներ։ 83-ամյա Բաղդասար պապիկը եւ 88 տարեկան։ ձեր անունը Համայակ։ 82 տարեկան Բաղդասար պապիկը եւ 88 տարեկան Համայակ պապիկը։ Սիրելիներս, ընդամենը մեկ բաստուրմայի կտորով այս փուլում հաղթող է ճանաչվում Համայակ պապիկը եւ այս պահին մենք Համայակ պապիկին խնդրում ենք մոտենա արդեն անցած մասնակիցներին, իսկ Բաղդասար պապիկին մենք շատ շնորհակալ ենք, մատուցում ենք բարձր ծափարենք։ Նայեք, Բայազեդ լուսամթերքը, որպեսզի դուք սենց նեղ սրտված չգնաք, ձեզ համար պատրաստել է գեղեցիկ փաթեթներ, որը կարող եք տանել թե ձեր զավակներին, թե ձեր թոռնիկներին։ Ռաֆո ջան, Բայազեդ լուսամթերքը որոշ մասնակիցների համար ու մասնավորապես պարտվողների համար, որ սենց տրամադրությունը բարձրացնելու համար լիներ, նախատեսվել մեկական փաթեթ։ Բայց ես քանի որ Բաղդասար պապիկը առաջին մեր մասնակիցն է, որ դուրս է գալիս, մենք նրան կտանք միանգամից այս երկու պատրաստված սետը Բայազեդ լուսամթերքի կողմից։ Մի հատ է բարձր ծափարում ենք։ Բայազեդ լուսամթերքը ձեզ է նվիրում իր մշտապես թարմ եւ տեղական մսից պատրաստված արտադրանքը։ Մինչ Բաղդասար պապիկը վերցնում է իր նվերները եւ կարակ նայեք ինչ է, սելի տատիկներ, սելի պապիկներ նաեւ ձեզ ասեն, որ նաեւ Բայազեդ լուսամթերքը գործում է on-line սիստեմով, պատվիրելու դեպքում ասեն, որ նաեւ սպասվում են անակնկալներ։ Հենց որ պաչում եմ, գնացինք մենք հաջորդ փուլ սիրելիներս։ Իմ նվերը բոլորից շատ եղավ, շնորհակալ եմ։ Ապրեք։ Առաջին թիմային խաղն է մեզ մոտ լինելու, թիմերը բաժանվել են վիճակամության երկու կազմի։ Դուք ես շատ ծանոթ խաղ եք միջելոց։ Այո, ես այստեղ առաջինն եմ դավաճանել իմ թիմին եւ թողել։ Դու չես դավաճանել։ Նու կանոններ է, տես այո։ Խաղի վերնագիրն է պահիր թե կարող ես, եկեք բացատրենք խաղը։ Մեր տատիկ պապիկները բաժանվել են երկու թիմի։ Նրանք պարանի օգնությամբ պետք է օդում պահեն թորնիկին։ Տատիկները եւ պապիկները առավելագույն իրենց ուժը պետք է օգտագործեն, որպեսզի թորնիկը չընկնի գետնին։ Բայց խաղի ընթացքում տարբեր մասնակիցներ սկսելու են թողնել պարանը։ Բայց նա ինչ է փոխվել։ Սիրելի տատիկներ եւ պապիկներ, մենք գիտենք դուք ինչքան եք սիրում ձեր թորնիկներին։ Այս պահին դուք պետք է պահեք աթոռակի վրա նստած ձեր թոռնիկներին։ Ամենակարևորը պայմանն է, որպեսզի ձեր թոռնիկների աթոռակը եւ թոռնիկը չկպնի գետնին։ Բայց հիշեցնեմ, որ անընդհատ ընթացիկ մասնակիցներ են դուրս գալու։ Թոռնիկներին բարձրացնում ենք վեր։ Ձեզ տեսնենք։ Ահա, всё։ Շատիկ մարդած։ Էրիկե, պահեք։ Պահեք։ Այսպես պետք է պահեք։ Ձեր անունը Լիկա։ Լիկա ջան, դուք ես պատաբար հայտնվեցիք տատիկ պապիկների նախագծում։ Որ ասած քչին կարող ողենաս։ Կարող ողենաս, հա։ Չէ։ Չէ, հասկացա։ Հարմար է տեղը։ Շատ։
Բայց այստեղ կա քո տատիկը կամ պապիկը։ Всё։ Ու ինձ իրան չես վստահում, չէ՞, բայց մնացածին վստահում եմ։ Քո պապիկը ստեղա, չէ՞։ Անունը Համայակ։ ես մոտ գնամ համայակ պապիկի մոտ, էլի։ Համայակ պապի։ Թորը տանդեր։ Բա ասել ենք պինդ պահի, որ թորը չընկնի։ Ո՞ր քսեք թորանը։ Ո՞ս թորնը։ Դրոնը ծզում է։ Բացառորած ես կնեմ նրան չեմ թողնի։ Հասկացա։ Ճանճղ ծադրի չախանգարում։ Էդի մյուս թիմն է։ Նրա խաթրը մեկ է։ Ահա։ Դուրս գան։ Ահա։ Հենց գլխավորը մեր բոլորի շեֆը ասում է։ Հիշեցնեմ, որ ընթացիկ պետք է մասնակիցներ դուրս գան թիմի ներսից։ Այսինքն պարանը թողում եք եւ դուրս եք գալի։ Ու ինչ ուզում ես արա Ռաֆ։ Շատ լավ։ Ամեն թիմից մեկական մասնակից պարանը թողնում է գալիս են ինձ մոտ։ Ով է թողում։ Որոշել եք առաջին ով է թողնում։ Ահա։ Ձեր մոտից ով է գալիս։ Դու կնա, բաժերը։ Վեր թողել են։ Մյուս թողողը ով է։ Ահա։ Չգիտեմ, ով որ թողավ։ Աջան։ Իմ երեսն են նայում։ Չէ, լավ եք անում։ Ողնաշորս վիրահատված է ուղակի։ Հասկացա։ Պայքար մի։ Բայց ոնց որ շատ հեշտ է, հա։ Բայց մեր աղջիկը ներքև է։ Իա։ Այդ կարևոր չի, Էլի երկար է։ կարևորը չկպնի։ Բալես ոնց որ շատ հավես դիրքով ես, հա։ Շատ։ Վստահ եմ, որ կհաղթենք։ Շատ լավ։ Եվս մեկական մասնակից թողնում է պարանը ամեն թիմից։ Ով է թողում։ Ահա, այստեղ շատ լավ թիմ է այստեղ, ձեզ մոտից ով է գալիս։ Հեն արդեն դժվարացել է, թե չէ։ Չտա։ Իսկ գլուխ պահող կա։ 041 մասնակից այս անունները կճշտենք մասնակիցների։ Ձեր անունը կասեք։ Ժենյա։ Դուք ինքնական որոշեցիք, թե թիմով եք որոշել։ Թիմով ենք որոշել մեկ։ Շատ թիմով են հասկացա։ Ես հարց ունեմ։ Դուք թիմով եք որոշում ով դուրս գա, թե տենց ուղակի դուրս։ չգիտեմ, ինձ ասեն դուրս արի դուրս եկա։ Այդտեղ թիմային են շատ աշխատում։ Ահա, նա գյումրեցին դուրս եկա։ Չէ, հա, դուրս չի գալի։ Իսկ մերոնցից դուրս չի գալիս։ Իրանք ասեն դուրս արի դուրս եկա։ Հիմա ում շաքարը իշքան է։ Որոշում ենք տենց ու դուրս է գա։ Բացեք թողու պարանը եւս մեկ մասնակիցներ։ Խնդրեմ։ Ում ամենացածրն է շաքարը դուրս է գալի։ 10 տարի գիմնաստիկա եմ պարապել, կանդիդատ եմ եղել։ Այո։ Այնպես որ Գործունես դու տանջվեն այ մարդ։ Ճիշտ ես։ Հա, քել է։ Մեր հոբելյարը, ով այսօր դառնում է 79 տարեկան, նաև կանդիդատ մաստեր սպորտը, հա։ Այո։ Օպա, ռազիատ ունի։ Դուք էլ միացաք մեզ ձեր անունը։ Այո, Հայկուշ։ Հայկուշ ջան, թիմով եք որոշում ձեր մոտ։ Այո, Շատ լավ է։ Հաջորդ մասնակիցը ձեր թիմից պետքա բաց թողի տղամարդ։ Դուք պետքա որոշեք որը, որպեսզի հավասարվեն։ Իսկ ձեր մոտից կին։ Ձեր մոտից կին պետք է լքի։ Կին է։ Բաց եք թողում։ Մեկական օքի։ Որոշել եք։ Պապին բաց թողեց, պապին ուղղակի երևի մտածեց, որ իր թորնիկին ավելի երիտասարդ տատիներ եւ պապիները կպահեն եւ պապի լասա տեսնեմ, ինչի զիջեցիր։ Ես խիտ ասացի դուրս արի։ Ով ասեց։ Իրեն ժողովուրդները։ Մի ամարթի իրանց գում։ Ձգողները։ Դե երևի իրանք ավելի ֆիզիկապես պինդ էին դրա համար, պապի։ Ես կգնեմ, բայց թորից չեմ թողնի։ Դե նա իրանց ասա հետի, պապի, իրանց ասա, հետա։ Այո, այս պահերը սիրելի հեռուստադիտողներ կարող եք երկու անգամ արագացնել, նայեք կստացի լրիվ նույն արագությունը ինչ սովորական խաղերի ժամանակ։ Պապիների եւ տատիների ֆենոմենալ խարիզմատիկ։ Բայց ընդերես գիտես ինչ կռիսական են էսյան նայում։ Այլ մի ասա, հանկարծ տեղից մեզ չսադրեք։ Անեցքա որ գալ։ Անեցք չտակ։ Չսադրեք մեզ։ Մանավանդ է։ Մանավանդ է ինիքին։ Հա, լնդվոց։ Եվս մեկական հոգի թիմից Մի հոգի ով է։ դուրս են գալիս։ Ով է։ Որոշեք։ Դուք շատ խիտ եք կայնած, որոշեք ով է։ Всё։ Ահա, Ստեղ այնքան դժվար են թողում իրար։ հասկացա, եկեք։ Ա մեր հյուրը, հատ Գա
բայց դուք դուրս եկա ինչ անե։ Դուք աթենքից ախր եկել եք, ախել եք դուք գաք, հա։ Ինչ ասեմ, ասեցին հելի, բա ինչ։ Չէ, լավ է վերջնա։ Հիշեցնեմ, որ Իպսիկը հատուկ ժամանել է Հունաստանից։ Քիչի ցուլացել են, դե արդեն Հասկանում եք ինչա կատարվում։ Սիրելի տղամարդիկ, նորից պետք է բաց թողի ամեն թիմից որևէ տղամարդ։ Ով է, թողում եք։ Երկու տղամարդ ունեք, ով է, որոշեք։ Դուք էլ բաց թողեք։ Բաց թողեք։ Պահեք։ Շո թողում ես։ Թողում եմ, պահեք։ Պահեք։ Հենց։ Օպա։ Շո, ցիկ։ Արդեն բարթանում է։ Հա, վերջինը կարա պարկի, այսպես։ Կարող եք նստեք, բոլոտը նստեք։ Ահա։ Ովքեր որ դուրս են եկել գալիս են ես կողմ։ Օպա, այնտեղ տատիները։ Մենք էլ չունենք դուս գալու։ Էլ դուս գալու չունենք։ Ունեք։ Չունենք։ Ուշադրություն։ Որոշում եք ով է դուրս գալի։ Կարող թողեք։ Չէ, տղամարդ։ 9 8 Արդեն դուրս եկավ, դուք եք խնդրեմ բաց թողեք։ Արի, всё, որոշվել։ Արդեն վտանգավոր է։ Դավաճանեցի։ Քաշե, եղբայր, քաշե։ 3 հոգով եք մնացել, մյուս ով է հելնելու 3-ից, որոշեք։ Դժվար չի ձեզ համար։ Շատ դժվար չի, շատ լավ է, հաջողքով պայքարելու միջև։ Անցնողա չես վիճակը։ Հա։ Ոչինչ հետո էլի։ Հələ գնանք այնտեղ տեսնենք ինչա կատարում։ Ձեզնից լավ են պայքարում, բրավ։ Չէ, չի կարելի։ Ինչպես է։ Շատ լավ, իմիջիալոց մատրիցահաշվի ավելի հեշտ է, քան տեսած պահելը։ Չէ, լավ է, այսինքն կպահի։ Պատիներ ո՞նց եք։ Լավ եք, շատ լավ եք, շատ։ Գիտեք որ ասա մի օր կելա բաց թողելու։ Բաց թողը ես Ժողովուրդ ամենադժվար մասին ենք հասնում։ Եզրափակիչ փուլ։ Եվս մեկ հոգի պետքա բաց թողի ամեն թիմից։ 3 հաշվից։ Ամենանհարմարն է։ Բայց բաց թողողը տղամարդ է։ Պահեք։ Ուշադրություն։ Պահեք։ Բաց թողողը տղամարդ է։ Թող։ Եվ Պարտվեցիք։ վերջ, այս թիմը պարտվեց, այս թիմը հաղթեց։ Որովհետև չլսեցիք, պետքա լսեիք։ Պետքա սպասեիք։ Ես չեմ ասել, ասեմ տղամարդ։ Ուրեմն սխալ ենք ասել, շարունակ։ Երեխուն գցեցի։ Արդար չի, ինչ եղա։ Այսինքն որ սխալ եք դուք հասկանում, ինչ արդար չի։ Հիմա մեծ կին եք։ Ասում է դե ինչ եղան, մեզ կինենք։ Չէ, ներես։ Ձեր թիմը ամբողջ թիմով անցնում է սպասման ռեժիմ։ Դուք սպասման ռեժիմում պետք է փորձեք անցնել հաջորդ փուլ։ Սիրելիներս, դուք բոլորով անցաք հաջորդ փուլ։ Դուք կարող եք սպասել, իսկ մենք անցնում ենք սպասման ռեժիմի խաղին, սպասման ռեժիմի խաղը մեզ համար պատրաստել է Royal Armenia ընկերությունը։ Հստակ գիտեմ, որ տատի պապիների սպասման ռեժիմի խաղը կապված է լինելու սուրճի հետ։ Քենես ավ դու սարիկու դիրքը թարմար չի։ Բախի դուս չեկա։ Աշտե ես դուս եկա ունգա։ Ես թողի իրան Պահողը ինքն է։ Չէ, ինքը չէ, իրեկովս է։ Հույս ունեի, որ դու կպահես։ Ապա աշտե պահում է էլի։ Էլի չպահի։ Լավ չեղավ։ Լավ հիմա եղել լավ մի բան է։ Ոչինչ։ Չի լսել։ Everything changes every which way. You got to hold on to what you need. And if I hide myself away, how could I go with the love that you need? We can trust each other till the sunrise comes. Մի հատ էլ ինձ ասեք, ձեր տանը ով է սուրճը դնում։ Տղես, հարսս, թորներս։ Իրանց կամքով է։ Իհարկե, ես տեղի մեջը պարգած։ Յո,
մատուցում են, հյուրասիրում են, այս համով, ընտիր։ Իսկ որ բերում են իրանք, sense տողալով են բերում, sense Ոչ, իրանք երիտասարդ են, լավ ամրակազմ, պինդ, ես այս տարիքուն չեն դողում, իրանք ո՞րտից դողան։ Բա դուք կարողանում եք sense ծիկ բերեք։ Ձիկ բերում, հələ կողքին էլ հյուրասիրում են։ Всё, հեսա հաջորդ Իսկ համով էր։ Լավն է։ Հո, շատ համով էր։ Ես եմ դրել։ Վայ, այ քո քաղցրությունն է մեջը։ Դե հիմա Ամենալավ սուրճն է իմիջալոց, սուրճերի մեջ ամենալավ։ Մենք շատ ենք սիրում, հաջախադի ենք օգտագործում։ հիմա այս գալիք փուլում, սպասման ռեժիմում ստուգելու ենք այդ ձեր ունակությունը, որտեղ այսինքն պետքա սուրճը բերեք ու դնեք սեղանին։ Տեսնենք ճիշտ է ինչ ասեցիք հիմա։ Հա, հələ որ, ուզում ես ձեռս պայեմ, տես չի դողա։ Այս անդր կամերաները կնկարեն ամեն ինչ կերևա։ Всё, վայելենք սուրճը, հայկական լավ սուրճը ու անցնենք, տեսնենք ինչ ենք անում։ Ինչ է վերջ խմենք։ Շատ ոնց կուզեք։ Ամոթել է թողել։ Ուրեմն 10 մասնակիցներ, ովքեր նոր թորնիկ պահել է հոթում, այսպես ասած, պարտվեցին, նրանց համար սպասման ռեժիմի խաղը պատրաստել է Royal Armenia ընկերությունը։ Դուք Royal Armenia ընկերության շնորհիվ ունեք հնարավորություն ոմանք, հա, որոշ մասնակիցներ անցնեն հաջորդ փուլ, 6 մասնակից այս 10-ից կանցնեն հաջորդ փուլ, 4-ը դուրս կմնան։ Բացատրենք խաղը։ Խաղը կոչվում է Կոֆեն քաղցր։ Մասնակիցները պետք է ամենաարագը հասցնեն կոֆեն դնեն սեղանին։ Եթե ընթացքում մասնակիցները գցում են կոֆեի բաժակը կամ ուշ են հասնում դեպի սեղան, լքում են նախագիծը։ Հիմա ամեն մեկս պրոստը պատկերացնում ենք, որ այն սեղանին մեր ընկերուհինը պետք է հետը բամբասվենք, կոֆեն կարևորը հասցնենք, նստենք ու սկսենք։ Так что ձեզ տեսնեմ։ Պատրաստ։ 1 2 Գնացինք։ Всё, հանգիստ։ Մի հատ ահավոր լուր է բերել, պետք է պատմի, պետք է հասցնեք կոֆեն։ Տարբերակ չունեք, ձեզ տեսնեմ։ Հիշեցնեմ, որ 4 մասնակիցներ մարդը արդեն վազում էլ է։ Չի 6-ը լինենք։ Եվ նա ուզում է պատտել գետևից Չէ, հələ չէ, ահա, դի։ Հաղթեցի։ Ահա։ Հաղթեցի։ Համլետ պապիկի մի հատ կուզեմ ծափարենք Համլետ պապիկը, որովհետև ամենավերջին պահին։ Ոչինչ, Համլետ պապի ջան, ես շնորհավորում եմ, շնորհակալ եմ նախ ձեզ հրաշալի մասնակցության աշխատանքի համար, բայց դե այսպես ստացվեց։ Վերջի պահին։ Բայց դուք ձեր լավագույնը արեցիք, ասեք, որ ձեր լավագույնն արեցիք։ Լավագույն արեցիք, բայց երբում չստացվեց։ Ձեր կինը, եթե չեմ սխալվում, հաղթողների մեջ է, չէ՞։ Շատ լավ, ես հեսա մենք իր այդ կծանոթանանք, Ռաֆ ջան։ Կարևորը տուն գա մրցանակը, հիմա կարևոր չի, դու կբերեք, ով կբերի։ Հիմա կարող ձեր կինն է հաղթում, չէ՞։ Դե ձեր շնորհակալություն ենք հայտնում, դուք կարող եք արդեն փոխվել, իսկ մենք շարունակենք ձեր կնոջները մաղթում ենք հաջողություն, շնորհակալություն։ Արամ նայեցիր, գնացիր ընդեղ ինչ-որ վառա, ինչ էր, նայեցիր, ինչ ասա, Դե նախ հնարավոր չէր մի անգամից տեսնուց շատ մոտ էին իրար դնում։ Համլետ պապիկն էր, որ ակնհայտ էր, որ ուղղակի գցեց, ես չգիտեմ նույնիսկ հեռավորությունը ինչպես էր։ Նախ մենք ունենք լավագույն արդյունք 1093 ալիտանեն առաջինն է դրել։ Դուք արդեն հաջորդ փուլում եք, շնորհավորում եմ ձեզ։ Շատ արագ եք, հաճախ եք տունը վազելով սուրճ տանում։ Ես արագաշարժ եմ, ընդհանրապես։ Դուք տեսա վազելով եք տանում սուրճը։ Ամբողջ կյանքս տենց ա եղել։ Արագի մեջ։ Տեսա կասկածում եք մեզ ամենաարագը։ Հետո ասում են բրազողը տղա չի բերում, այդ տեն մեկ որ Բայց ունես տղա։ Չէ։ Ցավոք սրտի մենք բացի Համլետ պապիկից ունենք եւս 3 մասնակից, ովքեր կլքեն Arm Games-ը անվերադարձ, որովհետեւ սա սպասման ռեժիմն էր, որի արդյունքում հնարավորություն էր տրվում։ Առաջին մասնակիցը, որ ամենավերջինն է դրել, այսպես գամ, դա 089 համարի մասնակիցներ դուք Այո, քեզնից չէի սպասում։ Եղք։ Օվսանային ուզում եմ ծափարենք սելներս։ Օվսանա ջան, շնորհակալ ենք ձեր հմայիչ կերպարով դուք ներկա գտնվեցիք մեր նախագծում, հուսով եմ չեք փոշմանել, չէ՞։ Շնորհավորում եմ, ձեզ պետք է խնդրեմ դուք էլ արդեն միանաք Համլետ պապիկին։ Հաջողություն։
Քեզ է։ Արի մի հատ ինձ էլի ա գնաս։ Հաջորդ մասնակցին ռեժիսորը հուշում է Ռավչյան, որ կանչենք մեզ մոտ, մենք իրավունք չունենք չենթարկվելու ռեժիսորին, այստեղ եկավարը նա է։ Դա եւս մեկ գեղեցկուհի տիկին պետք է ցավոք ստելիքի 095 համարի մասնակիցներ դուք եք։ Այսպես մի քանի միլի վայրկյանով զիջեցիք, էլի ես ձեր անունն եմ ուզում լսեմ։ Սաթիկ ուրեմն ասեմ, էլի անենց լավ էր պայքարում, պարոնը սենց պարկ ամբողջ մարմնով պահում էր, լավ, սենց չի երևում, որ լավ է ֆիզիկապես պինդ եք։ Մասաժիստ եմ, ինչ էիր։ Հասկացա, ձեր ձեռքերը ավսյա։ Մենք Սաթիկ ջան շնորհակալ ենք ձեզ։ Չկա, եկել ենք հետաքրքրության համար շատ։ Բայց չեք փոշմանել, չէ՞։ Իհարկե ոչ։ Եվ հաջողություններ։ շնորհակալություն, ճանապարհիկ ծափարություններով եկեք ճանապարհիկ, էլի։ Այո։ Ռավչան, մեզ մոտ 4-րդ մասնակիցը, հա, սպասման ռեժիմից, որ կլքի, ինչ ես կարծում, կանանցից է, թե տղամարդն է։ Ըստ քեզ, տրամաբանությամբ։ Տրամաբանությամբ քանի որ մեկը նա, թող ինքը մնա կանանցից է, այմա շատ են, թող մեկը հելնի։ Ոյ, դու չսիրեցիր մեզ։ 7-4-ը։ Սիրներս, ցավոք սրտի մեր նախագծում այսպես թե այնպես պապիկները մի փոքր քիչ էին, բայց այս փուլը մեր այս սպասման ռեժիմի վերջին պապիկը նույնպես լքում է, որովհետև դուք այն մասնակիցներ եք, որոնք նույնպես ուշ է դրել գավաթը, ձեր անունը կասեք։ Ազատին մի հատ կուզեմ ծափարենք, Ազատ ջան, խնդրեմ Ազատ պապիկն մոտեցեք։ Կարևորը Ազատի դեմը կոֆեն արագ բերեն, հիմա կարևոր չի։ Ազատա գրի։ Լսում եք ինչ ասում, կարևոր ձեր առաջ բերեն կոֆեն արագ տնեն, էլի ոչ թե ոնց։ Ձեր տարիքը կասեք, որ խնդրեմ։ 71 71, ոչ շուտ առիթ եք 71-ի համար։ Ֆիզիկապես աշխատում եմ, ֆիզիկապես աշխատել եմ 42 տարի ատոմակայանի գարաժի բարիչ եմ եղել։ Հասկացա, Ազատ պապի ջան, մենք ձեզ շնորհակալություն ենք հայտնում։ Մեծ պատիվ է, որ ձեր նման կերպարներ մեծ նախագծում են լինում, հուսում չեք փոխանել։ Չէ, ինչի համար եմ փոշմանել, ոչինչ։ Շնորհակալություն ենք հայտնում։ Ես էլ եմ շնորհակալություն եմ հայտնում ձեր կազմակերպությանը, ձեր առաջադիմությանը, ձեր մասնակցությանը, առաջ անգամ հանրապետությունը, որ տատիկ պապիկներին հրավիրեցիք, գնահատեցիք տատիկ պապիկներին, որովհետև տատիկ պապիկներն ու շատ քաղցրեցել իրաց բալիկներն, իրաց թորնիկները, թող մեր թորնիկները նայեն ու մեզանով ուրախանալու հպարտան։ Քաղցրեցել, ինչ եմ ասեմ։ Մերսի շատ ձեզ։ Ճանապարհենք իս ձեզ բոլորիդ։ Բա գիտեք ինչ աղջիկ փախցնել է հեշտ, դե գնա, Օրը 3 հատ աղջիկ եմ փախցրել։ Ով։ 3 աղջիկ եմ փախցրել։ 3 հատ աղջիկ եմ փախցրել գյուղում իրանց մոտ։ Չէ, 3 ավտոյով, 3 ընկերներ խաբել են, հա։ Ասկոց, օй, քեզ Ազատ պապի։ Ես մենակ իրա։ Ես իմացա մենակ ինքը։ Սիրելի տատիկներ, դուք 6-ն էլ անցնում եք հաջորդ փուլ, շնորհավորում եմ ձեզ։ Ապրիկ։ Ինչ ուրախ եմ, տղամարդուն հանեցիք։ Ասեմ, որ արդեն սկսում է հեսա լարվել մթնոլորտը, որովհետև այս փուլից բավականին շատ մասնակից դուրս է մնալու։ Հա դե հետ քարթեն լավ ընկանք հետևնից, հա։ Всё, ֆեյլ են։ Մակրվեն։ Ասեմ ավելին, ձեզ սիրելի Ռաֆոն կողմ է, որ դուք արդեն սկսեք կամաց քչանալ։ Իրանք էլ են կողմ, պրոստը ձև են թափում, դուք էլ եք կողմ, քչանան։ Չէ, ոչ մի ձև թափել չենք քչան։ Գնա կողմի Ես ուշ եմ գալու։ Ձեզ սիրելի Ռաֆոն ուզում է, որ դուք քչանաք Ժորժ ջան արդեն, ուզում է գնաք տուն։ Քչանակ, հաղթելու հավանականությունը մեծանալ։ Արդեն չեք ուզում գնաք տուն օրինակ։ Չէ, ինչ կա տունը, տնից եք էլի եկել։ Դերում են թիմին ճամփեք։ Всё։ Դենց էլ պետք է անել։ Ժորժ ջան, մենք ունենք սենց խնդիր։ Պետքա չպարտվեք։ Որ թիմը պարտվեց, ամբողջ թիմը դուրս է գալիս։ Հետա, այսինքն նայեք ինչա կատարվում։ Մեզ մոտ ամեն տեղ 8 մասնակից է։ Հաջորդ փուլ անցնելու է ընդամենը 8 մասնակից Ռավչան։ Լավ է։ Նենց որ պետք է ամբողջ ձեր ներուժը դնեք սիրելիներս։ Եկեք բացատրենք խաղը։ Սա մեր մանկության խաղն է, երբ տատիկները, պապիկները մեզ սահնակով ձմռանը քաշում էին։ Այսօր
Տատիկներն եւ պապիկները դա կանեն խաղադաշտում, ռետուզների միջոցով։ Որ թիմը արագ քաշեց թորնիկին, նա էլ ճանաչվում է հաղթող։ Մյուս մասնակիցներն լքում են նախագիծը։ Օրինակ ես կերազեի իմ տատիկը ինձ սաղնակով մի հատ հաներ, sense պտտեր, բայց չի եղել այդպես ցավոք։ Հիմա sense կնայեմ կվայելեմ, ոչինչ։ Ես ուզում եմ հիշեմ, պապան հաստատ շատ է տալը, տատին սահնակով ինձ չեմ հիշում։ Իրոք չեմ հիշում։ Բայց որ շատ լավ տատի պապ եմ ունեցել, դա հաստատ։ Ես եմ։ Ուրեմն sense երներս, երբևէ դրվակ հիշում եք, որ ձեր թորնիկին ձմեռը սահնակով քշեք կամ ով ատես բան հիշում իր կյանքում։ Եղել է, հա։ Օրինակ Հունաստանում ձյուն չկա դրա։ Մարալիկում կա։ Ասում մարալիկում կա։ Աթենքում ձյուն չի գալիս, որտե՞ս բան։ Այն տատիկները կամ պապիկները, ովքեր որ ունեն փորձ, այսպես ասած թորնիկին սահնակով քշելու կամ ինչ են անում։ Սահնակով սահեցնելու, այո։ Նրանց համար ավելի հեշտ կլինի, բայց խաղը մի քիչ բարդացված է։ Նկարագրության մեջ արդեն կար, բոլորս գիտենք ինչ պետք է անենք։ Գիտեք հաստատ։ Հաղթում է այն թիմով առաջինը թորնիկին կասկածնի եզրագիծը, այո, կարմիր գիծը։ Բրավ։ Համարձակվի ընտրություն կայացու, որ թիմը կհաղթի։ Ոչինչ չի փոխի դա։ Մի րոպե, այս թիմը։ Այս թիմն է հաղթելու սրավ։ Այո։ Այս թիմն է հաղթելու։ Դե դու գնային թիմ բալետարա, ես էլ ես թիմ եմ բալետանը։ Մեկից։ Ռափո։ Մեր թիմը կրեց արդեն մեր թիմը կրել է, Դա վերջին հաղթանակն էր։ Դենցո գնաց, դավայցի։ Վիզ եմ վերցրել, չգիտեմ։ Ժորժ ջան, ոնց Ռաֆոն աչա ես չեմ կարող ձեզ պարտություն մաղթեմ, Ժորժ ջան, իրոք չեմ կարա պարտություն մաղթեմ։ Ես Ռափոյին եմ պարտություն մաղթում։ Պատրաստ։ Մեկ, երկու, գնաց։ Օպա, արդեն կայֆա։ Մեր պապիկը, թեթև ատլետ, մեր 88-ամյա պապիկը, իրա պետք չի վազել, ծանր տեղը չի թեթեցնելու։ Դուք էլ իրար կապեք, հետո կմիացնեք։ Հիմա փորձեն կապը լավ պին, պետքա կապեն մաքսիմում պին։ Ավելի կարևոր ինձ թվում է կապելը, որ չքանդվի։ Դուք իրար մեջ կապեք, հետո միացեք։ Թորնիկներ է տեսնում։ Թորնիկ ջան, պես է զգան։ Շատ լավ, ես կանչի։ Երեխեք ասից Քանակը կապ չունի, սաղ կապեք տարեք։ Ես էլ երեքում ենք տալի, ում տամ երեխեք։ Այդտեղ ծերից միացրել։ Ռավ, դու հետ ռետուզ հակած կար։ Ես հենց հիմա ռետուզ։ Ոպա, սկսեցին արդեն սկսել են։ Давайте, քաշում ենք, մի նայեք իրանց։ Արա։ Ոխ կորոնա։ Չի անցե, տարեք չի Իրանք մնացել են Ձեզ սահնակ դա կարվս, երներս Ուզում եմ մեկ հոգի քաշին Առանց պապի են նույնիսկ հաղթը Թիմը առանց կեզ հաղթել է Բայց թորենս են քաշում Զատո ստեղծախ ջահել են, դուք ձեզ տեսեք Բայց մենք առաջին ենք Բայց իրանց էլ հաշվեք Իրոք պետք է հաշվեք ձեր պարամները Դուք վակաս եք կապի շուտ եք շարժվեց Սխալ եք արել ձեր ռեդուսը մնացել է դա հաշիվ չի Եչո 3 հատ զապաս կար, ես ճշտեցի Ես կհաշվեմ Ես կհաշվեմ 1, 2 3, տողեք ժոր, տողեք հաշվեմ 4 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 Էսա հաշվեմ Էսա սայր հաշվեմ 1, 2, 3, 4, 5, 6, 7,
Կրկնում եք, ես տերեք, կրկնում եք, ինչ ապովել, նորից կրկնում եք, այդ ինչ է, Եթե պարտվել է չի նշանակում ես իմ մեջ տգեմ ինչ եմ, չէ, կրկնում եք, Սա կապած տեղ չունի, ոնց կարաս ասես սա կապած է։ Ճիշտ է։ Մենք ավել չունենք, կապած տեղ, սա անարդար է։ Չի կարելի սենց վերցնել, հետը բերել և հաղթանակ դա համարել։ Պետք է նորից կրկնել։ Քանի որ եղել էր տեխնիկական խնդիր, որը ազդել էր խաղի վրա եւ տատիկների, պապիկների կրքերը բավականին թեժացել էր, ես որոշեցի ամեն դեպքում խաղը կրկնել, որպեսզի արդար լինի երկու կողմի համար։ Ամեն ինչ պարզ է, խաղի կանոնները բոլորի համար պարզ է, ուշադրություն։ 1 2 Yes! Բայ, Բայ։ Գնում եմ, ես գնացի վայ ինչ եղավ վայ մի հատ անձեռոց Ստոպ։ Ժորժ ջան, մի հատ ստոպ։ Ստոպ։ գլուխ Նստեք։ Անի Նստեք, ուղղակի նստեք։ Ոչինչ, մենակ եթես չկոտրվի սիրուն։ Անգավ, Են ինչ հարուն եկավ։ Են ինչ եղավ։ անձեռոցիկ է պետք անձեռոցիկ մտքիթը պայ Երևում է շատ խոսած։ Ոնց է։ Լավ է։ Ցավաշ։ Ոչինչ։ Հա չորան ձերոցի կբերեք, Կոտրած չի լինի։ չէ վերջ պայ Խփեցի ուժը։ Գարա։ էդիտ վրա անգար, Հա, ուժը։ Մի քիչ է։ Էսի բաներ որ արեցիք դե լավ Գլուխդ պտտվում է։ Չէ, ինչ Չէ, նե, вообще, լրի լուրջ ասենք։ Չէ։ Այդ է մնում պակասերը տեկան։ Այո, հիշեցնեմ, որ քանի որ դուք ապահովագրված եք, եթե նույնիսկ ինչ-որ վնասված լինի, եկեք ուղիղ կանգնել եք։ Armenia Insurance-ը ամոջը կփոխհատուցի նենց որ Լավ, բայց ասա ջանի։ Չէ, չենք ուզում, մենք էլ չենք ուզում։ Չենք ուզում Armenia Insurance-ին ծախսի տակ գցենք, բայց դե ամեն դեպքում։ Всё, ոնց։ Չէ, ես դանդաղ չեմ գա կգամ։ Չէ։ Մարդը ճիշտ է ասում։ ինքը դու կամանց կա հետ քաշելուց իրար հետ, Արագ թորնիկին փոխարինեք իրանով։ հա, Չէ։ Ռավչան, նոր մեր իմիջայլոց մեզ մոտ փոքրիկ նորից դադար է, այս խաղը ինչ որ չի ստացվում ավարտել, մեր վնասված ստացած տատիկի ամուսինն է, դե որ մի քիչ առաջ դուրս եկել, նա ձեր անունը կհիշացնեք։ Ազատ ջան, իսկ ձեր տիկնոջ անունը Լարիսա։ Տիկին Լարիսան նոր վնասված ստացավ, նայեք ինչ ասում, դեղ են ասում, մի հատ նույնը ասեք, էլի։ Աշխարհի տակ Աշխարհի տակ միակ եզինստինիկին ունեմ թանկարժեք, գնել տվիկ ինվալիդ սարքեցի կա։ Բայց հիմա ուրիշ բան էլ ասեմ։ Ազատ պապիկը ասեց, որ այսօր իր եւ Տիկին Լարիսայի ամուսնության հոբելյանն է 45-րդ տարին։ մի քիչ սխալ նվեր տվեցինք բայց ամեն դեպքում Չէ, պետք է մի բան մտածենք, մի հատ ծնունդ ունենք, մի հատ ամուսնության հարսի շորը բերեք հարսի շորը։ Հեսա սպասեք Տիկին Լարիսան գա, մենք մի հատ ռոմանտիկա ենք կազմակերպում, սպասեք, հեսա մեկ րոպե ես արդեն հարսանիք Եվ ես մեկ նախադասության մեջ փոքրիկ դատար եւ մենք վերադառնում ենք անակնկալով։ Մեր նորապսակները 45-ամյա եկան, Ձյաձ Ազատը Տիկին Լարիսը, դե քանի որ Ձյաձ Ազատը լքել է Տիկին Լարիսը վնասվածքով է, բայց դեռ նախագծում է, մենք ձեզ հաղթանակներ ենք միայն մաղթում, բայց ձեզ Ասեմ, որ մենք որոշեցինք, ես ու Ռաֆոն, քանի որ սենց նոր եք ամուսնացել,
ձեզ մի երկու օրով ձեզ ուղարկենք մի հատ Հայաստան են մի հատ լավ տեղ գնաք մարդու կնիկ վայելեք, մեղրամիսանեք, ինչ կասեք, կուզեք։ Ես պատրաստեմ, Ցանկալի է, վստահ եմ մեր գործընկերներից մի հատ շատ լավ առաջարկ կստանանք, մի հատ ուզում եմ ծափարենք մեր նորապսակներին, մի հատ հավես տեղ ձեզ կուղարկենք կգնաք կհանգստանանք։ Այնա լավ ձմեռային եղանակը մեր մոտ սկսում է։ Ապրեք, դե դու գնա դուրս ես մնացել։ Իսկ մենք շարունակում ենք։ Տիկին Լարիսը կարա մնաց տեղ։ Ձեր թիմին։ Տիկին Լարիսը եւ Հմայակ պապին մնում են, մնացածը պատրաստ հուսով եմ այս խաղը կավարտվի, ռավ։ Ինչ սկսելա չի ավարտվում։ 1 2 գնաց։ Նորից վազքը, նորից արագ վազում են, ես Դացամայք դու գործ չունես, թող վազեն ջահելներ են, իրանք ջահելներ են, կանքները դեմնա, ինչ գործ ունես, ծանր պահի քեզ։ Բայց արի դիմացի տեսքով, որ չխանգարես, էլի գոնե, Դացամայք, արի տեսքով, Դացամայք ձախ գնա, Դացամայք, արի տեսքով։ Պատկերացրեք թոշակը նստել է, արագ պետք է հագնվեք, իջնեք հանեք։ Դացամայքին, բայց լավ չի, որ առաջի գիծեք թողել։ Կարևորը դուք այդ կապած տեղերից բռնեք քաշելուց, որ բան չլինի։ Շատ կրքոտ խաղ է այս պահին։ Արտանակ սերներս։ Արտանակ։ Ես էլի բանեք սերներս, հելլա գար մարդիկ եք դու։ Մի րոպե մենք փողոք ունենք, ինչ-որ բանը պահել է։ Հելլա գար մարդիկ ենք, հելլա գար, բարիս ամենադրական իմաստով, բարիս ամենալավ իմաստով, ֆանտաստիկ տատիկ պապիկները իզից գտնվող այս թիմը հաղթում է և ասում է հաջորդ փուլ։ Ամեն դեպքում սերները պայքարել եք, մենք նաև ունենք այսօր ամեն հոբելարնի համար, նվեց 0-41 համեցեք։ Սերներս այսօր Տիկին Գոհարի ծննդյան օրն է, հիշում եք։ Ես ուզում եմ մի հատ բարձր ծափարի Տիկին Գոհարի շնորհավորենք իր ծննդյան օրը։ Տիկին Գոհար, այս պահին ֆանտեզիաս չի ելիքում մենք ձեզ իշնվեր ուղարկենք, բայց ես խոստանում եմ, այ կնիկ դե հերիքա խոսես վայ, ես խոստանում եմ, որ այսա ինչպես մեր տատիկին ու պապիկին որոնց պետք աղգենք մեղրամիս, մենք մի հատ հավես բան կմտածենք, ձեզ կզանգանենք, ուսեց մի հատ ես թորի կնկարենք այդ, որ ձեզ նվերը կտանք, մի հատ Տիկին Գոհարին ուզում եմ բարձր ծափարենք, շնորհավորում ենք իր թանկ ծննդյան օրը, շնորհակալություն, որ ես խաղցորում ես հետ էիք, նաև ծափարում ենք մեր շատ հմայիչ կանանց ու մեր ուժեղ տղամարդու, մեր տատիկները, պապիկները, ցավոք սրտի այս պահին լքում են Arm Games տատիկների, պապիկների համար խաղը։ Ծափարենք ինձ շնորհավորում եմ դուք անցաք ամենակարևոր փուլ, արդեն մտնում ենք եզրափակչին մոտ։ Շատ լավ, իսկ այս պահին մեզ մոտ իմ ամենասիրած պահերից մեկն է։ 8 ֆանտաստիկ մարդիկ, ովքեր հաղթել են խաղով, այս պահին մասնակցելու են խաղարկության, որից 2 հոգին լքելու է խաղը, 6-ը մտնեն եզրափակիչ խաղ։ Այս պահին գնում ենք իմ ամենասիրելի խաղարկության զոնա։ Ռաֆ, ստեղ եմ։ Դու ոնց ես այդ խաղարկությունն այլ, մանրաման խելագարվում էր, ինֆակտ էր հասնում։ Ես ուզում քիչ-քիչ մաքրվեն։ Հա, իմ կողմից ես դու։ Հա, այ մարդ, ինչ Մարիամ, ինչ բան։ Այ մաքրող դազենք, մաքուրենք, ասում լարի մաքուրենք։ Մաքրվել չկա։ Արմենիա ինչ-որս ունի հաճելի նորություն։ Այժմ արդեն կա նոր թարմացված կայք Armenia Insurance.am, որտեղ դուք կարող եք ձեռք բերել ապակասկո եւ տուրիստական ապահովագրություն։ Եվ այդ ամենը դուք կարող եք անել առանց գրասենյակ այցելելու։ Այցելեք կայք եւ խնայեք ձեր ժամանակը։ Արագ հաշվարկ մի քանի վայրկյանում։ Հարմար վճարում անմիջապես կայքում։ Կայքը հասանելի է 24/7 ցանկացած պահի։ Armenia Insurance, միասին ապահով է։
Մինչ հաջորդ խաղին կանցնենք, ես առաջարկում եմ մենք վայելենք Բայազեդ մսամթերքի արտադրանքը, ձեզ էներգիա պետք, որտեղ մյուս խաղը, չգիտեմ, կարող է բարդ լինի, կարող է շատ հեշտ լինի, չես կարասես, բայց ամեն դեպքում առիթ է մի հատ լավ ուտելու։ Իմիջիալոց Բայազեդ մսամթերքը ունի իր սեփական անասնաֆերման, գյուղատնտեսական կենտրոնը ու սպանդանոցը։ Ինչի շնորհիվ էլ Բայազեդի արտադրանքը տարբերվում է իր թարմությամբ ու որակով, համոզվեցիք, չէ՞։ Շատ համով։ Համոզվեցինք իրոք շատ համով։ Մերսի, շատ համով։ Դե ինչ մենք համարյա եզրափակում ենք, դուք 8-դ հաղթել եք նախորդ խաղը, բայց մեզ դա բավարար չի։ Մենք ձեզնից 6-ին ենք ուզում տեսնել եզրափակում։ Հիմա ձեր դիմաց կան քեյսեր, որը դուք եք ընտրելու, թե որի դիմաց եք ուզում կանգնեք։ Դրա մեջ ցավոք տեղեր չեն, այլ քարտեր են, որը կորոշի։ Դոլար տնեիք։ Չէ, այս անգամ քարտեր է։ Որը կորոշի, կմնաք հաջորդ խաղին, թե չէ։ Ձեզնից 6-ը անցնելու է։ Որոշեք, որի դիմաց եք կանգնում։ Կանգնեք։ Ես կանգնած եմ։ Կարեք կանգնեք Դե արդեն։ կանգնացինք էլի։ Ես այստեղ։ Մենք Հիսուս պապիկն Չէ, ասա։ թողում ենք, չբացեք։ Գնա առաջինը։ Հիմա գնանք մեր ամենաշատախոս մասնակցի մոտ։ Ինչ ես կարծում։ Սա հումորիստ։ Հալա հումորիստ, հիմա տենց ենք ասում։ Ամերջան, Տիկին Ամալիա։ Տիկին Ամալիա ջան, բախտավոր ես ըստ քեզ։ Վիրև Աստված, ես Հիսուս ունեմ։ Երևի բախտավոր եմ։ Դե բաց տենանք։ Հա, ես ինչ եմ ասում։ Այսինց։ Հա, այսպես։ Կապկաց շատ։ Եթե ես չի տենը։ Հələ։ Ես բացի մենք էլ տեսնենք։ Իմ Հիսուս Ճիշտ է, մարդ ուներ վերևս արդար, հա։ Ընձի հուշեց։ Ով եկավ ստեղ ասիստեղ չկա։ Ես եմ կանգնել։ Всё, դե մի հատ օրտնի գնա։ Հումորն եմ։ Քեզի։ Հա։ Սաղի դորն։ Գլխիս այդպես։ Օրնում եմ։ Ասված պահի պապանին բալիկների։ Всё, քուր գնա։ Ոգևորվել է։ Տեսնեմ։ Այ, Հաստատ ես։ լավ էր։ Հաղթեցինք։ Всё, գնացինք։ Այդ ո՞նց կալներ։ Միացեք, հետո քեֆ անում։ Եկա։ Երկու հատ կանաչը որ ելել է, ուրեմն կարմիրն է։ Դե եթե տենց մտածում եք ձեր ինտուիցիայով, բացի։ Պետք է որը տենց լինի, էլի հիմի սուզում։ Դժվար իրեք կանաչ իրար հետ լինի։ Չէ, բախտ բերեց։ Դուք ձեզ նավսում եք, դե անցնում եք, էլի, всё, գնացիք եզրափակիչ։ Ժողովուրդը տեղ լարվել եք արդեն, մոտիկանում ենք ձեզ։ Կանաչները դրել եք այնտեղ։ Չգիտեմ։ Պապիկ ջան, հուսամ կտեսնեք ինչ գույն է, հիմա բացենք։ Պապիկին էլ է կանաչ լնելու։ Ինչ եք կարծում, բայց ինչ գույն է։ Կանաչ, բարձր։ Կանաչ է, всё, ուրեմն կանաչ է, եթե այտենց եք մտածում։ Կարմիր։ Պապիկին է կարմիր էր էս այն։ Ինչ եմ սա գալիս։ Դուրսն։ Դուք հա, այս խաղից դուրս մնացիք, ցավոք, բայց ոչինչ, կարևորը այնտեղ ձեզ սպասում են, չէ՞։ Տանը սպասող ունեք, չէ՞։ Բավուշ։ Դե լավ է, կարևորը տանը սպասող ունեք։ Մերսի շատ, ամենավերջն եք հասել համարյա, չնայած ձեր տարիքին, վստահ եմ, շատ շնորհակալ ենք մասնակցության համար։ Աբրեք։ Ինչ-որ բան կուզեք ասել։ Ինչ ասեմ, որ կարվել եմ այս տարիքի որ կրվայել, ինչ ասեմ։ Չեք կրվել, բայց այն որ դուք մասնակցում եք, դա արդեն հաղթանակա։ Պես քանիսն են կրվել։ Աբարանցին հարսատանում Երևանից ասմա Հարջան, ինչ կուզես ասա, բայց էշի անունը չտաս։ Հարսը դուրս է գալի, դուրս տեսնում էշը ընկելա բաղչեն, հողամաս։ Գալի ոնց ասի էշնա մտե, ասես էշ չասես, չէ։ Ասմա պապա, ասա ջաննա, ասեց ձերանք մտել են բաղչեն։ Իմիջիայլոց, բայց չենք ուզում ձեզ դատարկ ձեռքով ճանապարհել տուն, ձեզ նվեր ունի մեր գործընկեր Բայազեդը, Բայազեդ մսամթերքը։ Բերեք, այստեղ Բայազեդից համով ամեն ինչ ունեք, տանը կուտեք, թորնիկների հետ կհյուրասիրեք անպայման։ Շնորհակալ եմ, վայ, ասպիսի հաղեր կա,
մասնակցում ենք, ուրախանում, թորները տեսնում, ուրախանում։ Всё, ձեզ ենք շնորհակալ, թե խնդրեմ։ Որ երկուսալի մեկ արդեն մեխանիկորեն։ Գնաց մարդը։ Դուք մի քիչ էլ արված մնացեք։ Ես գիտեմ, որ մենք ունենք ամուսիններ, ու ես ուզում եմ, որ դուք հավասար բացեք, ու մենք տեսնենք, հնարավոր երկուսն է դուրս եք գալի կամ մեկը տա դուրս գալի, պատտեք ձեզ դեպի։ 3-4 Կանաչ Ես ասում ես բաղ Շնորհավորում եմ ամուսինները անցան հաջորդ փուլ։ Ամուսիններին ճանապարհեցինք հաջորդ փուլ, հիմա դուք ընկերուհիներ եք կամ դա չէ, ընկերուհիներ չեք, всё, པարզ ամեն ինչ։ Դե ինչ ասեմ, որպես թշնամիներ հավասար բացեք։ Ես ասում ես բաղ չունեմ։ Դուք բաղ ունեք։ Հերիքա ասես, լավ։ Ասում եմ չէ, ես բաղ չունեմ։ Ունեք բաղ, դուք այստեղ առողջ կանգնած եք, դա բաղ է, մեծ բաղ է։ Մի հատ արի գրկի, հա, հասկացան, կանցել ես հաջորդ փուլ։ Ուրախ եմ ծանոթանալու համար, էս էլ է հաղթանակ, մինչև ստեղ հասնելու։ Մի օր սպասեք, բայց ձեզ չենք ուզում դատարկ ձեռքով ուղարկել տուն, մեր գործընկեր Բայազետից դուք եւս ունեք նվեր, այստեղ ձեզ հյուրասիրություն, տանը կուտեք, կհիշեք այս խաղերը, շատ շնորհակալ ենք մասնակցության համար։ Ստեսություն։ Դե ինչ Արամը ինձ մենակ էր թողել, ես մի քիչ լարված է, հուսամ հաջորդ արդեն փուլին Արամը կմիանա ինձ։ Դե ինչ, իսկ մենք անցնենք հաջորդ փուլ։ Շատ վճռորոշ պահ է։ Ոնց եք։ Լավ ենք։ Պատրաստ եք։ Պատրաստ ենք։ Բացատրենք խաղի կանոնները։ Խաղը կոչվում է ճնշաչափ։ Ճնշաչափի միջոցով տատիկները եւ պապիկները փչում են փուչիկը։ Վերևում դրված է սուրասեղ, որ փուչիկը տրակում է, նայել հաղթում է։ Այս փուլից 2 մասնակից է անցնում դեպի սուպեր ֆինալ։ Շատ բարձր, ձեր սիրած բանն եք անելու, ճնշում եք։ Հիշեցնեմ, որ սիրելն ընդամենը 2 հաղթող ենք ստեղ ունենում։ Մյուս 4 մասնակիցները ճիշտ են նվերով, բայց գնալու են տուն, այսպես թե այնպես։ Բայց այս ջերմ մթնոլորտին մեր տատիկներին եւ պապիկներին միացել են մեր երեխաները, մի հատ երեխեք։ Ահա։ Հիմալարություն։ Պատրաստ։ 1 2 գնաց։ Իսկ մա չի շարժվում պապիկը նստապողությունը։ Չէ, անում են, լավ, պրոֆեսիոնալ են։ Գյումրեցուն նայ, սա որը այս ոչ ճաշում է նստածում։ Մի նայ կողքերը, քեզ, 88, քեզ։ Պետքա ամենակ հենց որ փուչիկա կապավ ասերեն տարակեց։ Նայ, նա ուզում այսքան երկրորդ տատիկա 0.70-ով։ Ամեն արջերում է։ Ինքը ասեց, որ շենքի ճնշում չափովն է։ Մի ձեռով է չափում։ Այնտեղ երկու ձեռով չեն կարողանում չափել։ Ինքը պուլսել է բռնել փուչիկը։ Հա պապիկը արդեն արջերում է, պապիկը կարծես թե հաղթում է։ Պապիկը մի քիչ էլ ծկումա բերի։ Դու լավ անում, լավ ունի։ Տանջվում եք։ Մեկը դարեք մխ քաշեք կմնի փուչիկը։ Արդեն դժվարանում է պայքարը։ Այո։ Պապի ջան մի բարձացով էլ փուջիկը ինք իրանով կբարձանա, բայց մի կանգնացու։ Արդեն նայ, շոտ, ընդ տատին հասնում է։ 42 տատի։ Բան չմնաց։ Ay kes bana. Hoppa! Şarkının aklına. Karasını ek, ses sesle. Давайте karasını ek. Baytma artık ama ya. Hoppa! Ափսոս։ Շատ արջևում է։ Բոլորի համար ենք նեղումս գնալ բար։ Գնացեք, որը դերը գիտեք,
Ապես մեր ախպեր։ Երկու օքի հաղթել է։ Չեն կարող լրիվ սրտով ուրախանալ։ Շատ պատմենք էլի։ Չէ՞ նստեն էլ լավը։ Ես ուզում եմ մի հատ մեր հանդիսատեսը եւս մեկ անգամ լսի ձեր անունները, որովհետեւ դուք այն հատուկ մասնակիցներն եք, ճիշտ է, ովքեր որ սուպեր ֆինալին չհասան, բայց եզրափակիչ խաղի մասնակիցներ եք։ Մեր հյուրը Աթեն քաղաքից, Հունաստան Աթեն քաղաք։ Ձեր տարիքն էլ 63 եք, չէ՞, դուք եք, այո, դուք։ Ես Հայկանուշն եմ, 66 տարեկան։ Դուք։ Ես Ալիտա Ալչանգյան, 68 տարեկան։ Խաչատրյան Անդրանիկ 73 տարեկան։ Ահա։ Սելես, ես ուզում եմ մի հատ երեխեք էլ դուք էլ ուզում եմ մի հատ բարձր ծափարենք մեր տատիկներին ու պապիկներին։ Ելեք դավայ։ Մենք շնորհավորում ենք ձեզ բոլորից երներս։ Ուրեմն, քանի որ դուք այս պահին բնակ քաղաքացի եք Հայաստանի, թե Հունաստանի։ Շատ լավ։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի մասնակիցներ, ճիշտ է, մոտ քարտը երկուսն են, բայց 4 հոգու նվեր ունենք այս պահին։ Armenia Insurance-ի 50,000 դրամանոց նվեր քարտն է։ Ես հեսա կբացատրեմ, սա ապահովագրության համար է, որտեղ դուք ձեզ կփոխանցենք։ Ձեզ չգիտեմ ոնց։ Եկեք լավ, եկեք սենց անենք։ Ձեզ տանք։ Ես ձեզ կփոխանցեմ, որտեղ մեկնում է վաղը։ Մենք ձեզ կփոխանցենք։ Սա 50,000 նվեր քարտ է, որով կարող եք օգտվել Armenia Insurance-ի ապահովագրության ծառայությունից։ Armenia Insurance միասին ապահով է։ Սիրելիներ, շնորհավորում եմ ձեզ, ձեր նվեր քարտերը կփոխանցենք։ Ես Ժողովուրդ ջան, շատ եմ նեղվում, որ հա, ձեր համար էլի, բայց շատ լավ պայքարել եք, մի հատ բարձր ծափարենք ու ճանապարհենք։ Դուք մեր երկու սուպեր ֆինալիստներն եք, շնորհավորում ենք։ Նախ նորից կուզեմ նորից տարիքը ձեր ասեք ու ձեր անունն ասեք, անպայման ուզում եմ մեր ժողովրդի իմանա։ Ժենյա Սարգսյան 74 տարեկան։ Եթե չեմ սխալվում, ձեր ամուսինն է, չէ՞, տղամարդը։ Այդ որ այդպես պարտեցրեցիք։ Խաչատրյան Անդրանիկ։ Անդրանիկ, այո։ Իրար կողք են, սկզբում լավ առաջ էին, դա Անդրանիկը։ Այս ոնց ուրախացա որ կրեց ամուսնուն։ Դուք եք ասել։ Ամալիա Պողոսյան, 66 տարեկան։ Էլի լավ։ Գտնակ եւ պարոնայք, սիրելի հեռուստադիտող, Arm Games տատիկ պապիկների առաջին նախագծի սուպեր ֆինալիստ են, նրանք արդեն հաղթող են, հիմա ծափարությունները էկրանից են կողմ հնչում ձեզ։ Բայց ես մի հատ բան եմ ուզում ձեզ առաջարկեմ։ Քան որ ֆինալում եք դուք հիմա, ես ուզում եմ նենց անեմ, որ ինչ-որ մեկը տխուր չգնա։ Արամի թույլտվությամբ։ Okay։ Կարա՞ք գումարը այդ ընդհանուր հաղթողը պետք է հաղթեր, կիսեք իրար մեջ ու հիմա ուղղակի վերջացնենք։ Հա։ Սենց է՞շտ։ Ես ուզում եի հուտկար սկանդալ լիներ բան։ Չի սկանդալ։ Մենք շատ մի րոպե, ես հաղթեի, ինքը պետք է դադար գնար։ Ինքը հաղթեր է, դադար գնչի 500 Նայք, ռապի մեջ չի կնակ, ես իմ եմ ինտրիգներ, այդ էմոցիաներ, բայց եթե դուք համաձայն, ես արդեն բարձրաձայնել, եթե համաձայնեք, ես կարող եմ ասել հիմա 1 միլիոնը բերեն ու դա կկիսվի ձեր մեջ։ Նորից ձեզ ժամանակ եմ տալի։ Չէ, ժամանակ մի տա։ Սիրելի հեռուստադիտող, այսքան է։ Մեր տատիկները հավասար ուզեցին գումարը կիսեն, նրանք ճանաչում են հաղթող եւ 1 միլիոնը կիսում է նրանց երկուսի մեջ, ծափերը կներան։ Հենց այդ դրական նոտայով էլ ես եւ մեր սիրելի Ռաֆոն Հայդալեկը ավարտում ենք Arm Games նախագծի Arm Games տատիկներ, պապիկներ առաջին նախագծի եթերը։ Նախ ես շատ ուրախ եմ, որ ընկերոջս Ռաֆի հետ վարեցի, ֆենոմենալ տաղանդավոր մարդը, նաև ուրախ եմ, որ այսպես դրական նոտայով ենք եւ այս միլիոնը կիսվում է երկու հոգու մեջ։ Բարով ծախսեք, ինձ էլ մի բան հասնի էլի։ Այսպես ջերմ եւ բարի մթնոլորտում ավարտվում է Arm Games տատիկ պապիկների նախագիծը։ Հուսով եմ, որ մյուս անգամ լինի նախագծի սկիզբ ավելի շատ մասնակիցներ կգան։ Պաչում ենք բոլորիդ։ Բոլորիդ։ Շնորհակալ ենք ինքս շատ։